Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 16-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր էլ մենք կխոսենք միայն երկու թեմաների մասին, դա Չինաստան Միացյալ Նահանգներ հարաբերություններ, ավարտվեց երրորդյա պաշտոնական այցելությունը Դոնալդ Տրամփի Չինաստան, կարծես թե առաջի արձագանքները ու հայտարարությունները Սի Ցզինպինի կողմից Դոնալդ Տրամփի ցույց են տալիս, որ ինչ որ հարցերում առաջընթաց կա, չգիտեմ դա ինչի շնորհիվ է Թայվանի հարցի հետ կապված միգուցե ինչ որ փոփոխություն կա Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, միգուցե այլ պատճառներով, բայց վատ չի, որ կողմերը շատ դրական են գնահատում այս բանակցային process-ը։ Մյուս կողմից երկրորդ հարց կա, այսօր որի շուրջ մենք կխոսենք անպայման, դա հայ-ռուսական հարաբերություններն են։ Շարունակում է Արշավը Ռուսաստանի պաշտոնյաների հայոց պետականության դեմ եւ գործող իշխանությունների դեմ։ Ակնհայտ Արշավ է գնում ամեն օր հայտարարություններ ու դա տևում է մի քանի ամիս, էլ ավելի թեժացավ այս Արշավը այս վերջի մի շաբաթը, առաջի շաբաթ մեր նախընտրական Արշավի Հայաստանում ընտրությունների հետ կապված դա պատահականություն չի, դա համընկնում չի, Ռուսաստանը ուզում է ազդել մեր քաղաքացիների ընտրության վրա, ուզում է որ ընտրվեն պրո-ռուսական ուժեր, ռուսամետ ուժեր, ակնհայտ է դա։ Բայց հիմա պայքարի մեջ եւ նոր խաղացողներ մտնում են եւ հին խաղացողներ եւ հին խաղացողներ վերադառնում են ու Արշավում մասնակցում են, այս անգամ երեք ու այսօր հայտարարություններով հանդես եկան Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, Ռուսաստանի փոխվարշապետ Օվերշուկը, Ռուսաստանի ազգային ժողովի ավելի ճիշտ պետդումայի նախագահ Վոլոդինը ու նոր երանգներ կան իրենց սպառնալիքի մեջ, իրենց Արշավի մեջ մեր պետականության դեմ։ Դրա մասին անպայման այսօր կխոսենք, ինչ անենք, ինչ սպասենք, այդ Արշավը պատահական չի, ուրեմն ինչ որ բան պատրաստում է Ռուսաստանը անել, կտրուկ մեր դեմ, պետք է կանխարգելիչ քայլեր անեն պատկան մարմինները Հայաստանի, ուրեմն ասելիք քննարկելիք այսօր էլ կարևորագույն բաներ ունենք։ Բայց միջև սկիզբը մեր հաղորդման, միջև քաղաքական մասի սկիզբը մենք լսենք, մենք քննարկենք այդ հարցերը, ես պետք է ասեմ, որ պարբերաբար ես ձեզ բերում եմ հաջողությունները մեր սպորտսմենների, մարզիկների, կամ հաջողությունները մեր ժողովրդի եւ սփյուռքայության եւ Հայաստանի տարբեր այլ ոլորտներում, մշակույթ, բիզնես, տարբեր ոլորտներում բերում եմ հաջողությունները։ Նաև օրինակներ ձեզ հիշում եք բերել եմ ճանաչված հայերի, ովքեր մեծ լուման ունեն զարգացման տարբեր երկրներում տարբեր ոլորտների։ Դա խոսում է նրա մասին, որ մեր ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է։ Ու դուք գիտեք եւ գտնվում էի Բուխարեստում, Ռումինիայում կոնֆերանսում, որտեղ որ ես մասնակցել եմ շատ կարևոր աշխատանքի կապված հիբրիդային պատերազմների ընտրությունների ժամանակ։ Հիբրիդային պատերազմ, որը եղել է Մոլդովայում, Ռումինիայում, Բուլղարիայում, մենք ուսումնասիրել ենք գործընկերների հետ Բուխարեստում, շատ օգտակար փորձ էր Հայաստանի համար, այդ փորձի մասին անպայման մենք մեր քաղաքական ուժերին եւ մեր կառավարությունը տեղյակ կպայենք, բայց նաեւ արիթ եղավ մեկ թանգարան այցելել։ Ու իմ գործընկերոջ հետ, փորձագետ Արմեն Գրիգորյանի հետ մենք գնացինք մեկ թանգարան, որը Գրիգոր Զամբաչյանի թանգարանն է։ Այս մարդը 20-րդ դարում ապրում էր Ռումինիայում, գործարար մարդ, բիզնեսմեն, բավական ճանաչված Ռումինիայում, արվեստի գործերի հավաքորդ, կոլեկցիոներ։ Ու այդ մարդը կյանքի վերջում կարողացավ մեծ կոլեկցիա հավաքել
նկարների, այլ արվեստի գործերի։ Ու ի վերջո Գրիգոր Զամբաչյանը նվիրեց այդ ամեն ինչը Ռումինիայի կառավարությանը։ Ու ստեղ ինչն է կարևոր։ Մարդը ապրել է Ռումինիայում, մարդը տաղանդավոր մարդ, տաղանդավոր բիզնեսմեն, սեր ուներ մշակույթի նկատմամբ, արվեստի նկատմամբ, ու այդ մարդը այդ ինչ ստեղծեց կյանքի ընթացքում նվիրեց իր երկրին։ Մենք հպարտ ենք, որ մենք ունենք այս ձևի տաղանդավոր հայեր ապրող տարբեր երկրներում, բայց ինչն է ստեղ կարևոր, ամենակարևորը, որ Ռումինիայի կառավարությունը գնահատեց դա։ Ու Գրիգոր Զամբաչյանի անունով իր տունը դարձավ տուն թանգարան։ Ու մենք այցելեցինք, իրոք շատ հարուստ այս թանգարան էր, շատ հետաքրքիր թանգարան, ու այդ թանգարանը դարձրեցին Ռումինիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ։ Տեսակ ոնց են տաղանդավոր հայերին, բարերար հայերին հարգում, ճանաչում աշխարհով մեկ։ Այդ օրինակը բերում եմ, որ մենք լծվենք հպարտությամբ մեր հայերով, ապրող տարբեր երկրներում, ապրող Հայաստանում, որոնք ստեղծում են, ստեղծագործ են։ Հիմա սկսում ենք այսօրվա մեր քաղաքական մասը ելույթի եւ մեր հանդիպան, ուրեմն, եւ Սի Ցզինպինը բարձր գնահատեց այս գագաթնաժողովը, որը անցավ ու բանակցություններ Դոնալդ Տրամփի հետ։ Ինձ համար շատ կարևոր էին ոչ միայն Դոնալդ Տրամփի էմոցիոնալ դրական մեսեջները ուղված այդ բանակցություններին Սի Ցզինպինի հետ, նաեւ Չինաստանի կողմի։ Չինաստանի կողմը Սի Ցզինպինը բարձր է գնահատել, ինքը ասեց դա պատմական այցելություն էր Դոնալդ Տրամփի Չինաստան։ Բացի դրանից Սի Ցզինպինը ասեց, որ շատ կարևոր իրանք համաձայնության եկան, համաձայնագիր կնքեցին։ Դա կապված է ռազմավարական կայունության հետ, որ ռազմավարական կայունությունը, որը պետք է աշխարհում լինի, դա պետք է կառուցողական լինի։ Դες հիմնված չլինի կոնֆրոնտացիայի վրա, հակամարտությունների վրա կամ միլիտարիզացիայի վրա, ռազմականացման վրա, այլ հիմնված լինի համագործակցության, իրար շահերը հարգելու վրա եւ այլ եւ այլ։ Ուրեմն այդ շատ կարեւոր է, որ Չինաստանի նախագահան այս ձևի Սի Ցզինպինը այս ձևի գնահատական տվեց։ Դուք գիտեք, Չինաստանը միշտ ասում էր ու ստեղել Դոնալդ Տրամփին ասեցին, որ սկզբունքը մեկ Չինաստան, երկու քաղաքական համակարգեր պետք է պահպանվի։ Թայվանի մասին է խոսքը, որ Թայվանի անկախությունը ամերիկացիք չպետք է ճանաչեն, այլ ճանաչեն միասնական Չինաստան։ Նու պաշտոնական դիրքորոշումը Միացյալ Նահանգների նա է, որ Թայվանը իրավունք ունի գործել, լինել եւ այլ այլ քաղաքական համակարգ է այնտեղ Թայվանում, դուք գիտեք, ժողովրդավարական երկիր է, բայց ամերիկացիք համաձայնվում էին չարագացնել կամ չճանաչել անկախությունը Թայվանի։ Ու ստեղ է, որ Չինաստանը նորից ասեց, սա մեզ համար կարմիր գիծ է, դուք չպետք է ճանաչեք անկախությունը Թայվանի։ Մեկ Չինաստանի սկզբունքը պետք է շարունակեք հարգել։ Պարզ է, Չինաստանը նաև ասեց, Չինաստանի արտգործնախարարը նաև ասեց, որ քննարկվել են հարցերը կապված Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների, քննարկվել են այլ հարցեր, Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների հետ կապված Դոնալդ Տրամփը հիշում եք երեք ասեց, որ Չինաստանը համաձայն է, որ Իրանը չունենա միջուկային զենք, միջդեռ Չինաստանի կողմը, երբ որ երեք խոսում էր, ասեցին, որ իրանք համարում են, որ միջուկային ծրագրերի հարցը Իրանի պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Երանգներ տարբերվում են, պարզ է, բայց այնուամենայնիվ շատ կարևոր է, որ չինական կողմը, Չինաստանը դրական է գնահատել այդ բանակցությունները։ Դոնալդ Տրամփին իմիջիալոց ճանապարհելա, երբ որ երեք ավարտվեց պետական այցելությունը Դոնալդ Տրամփի, ճանապարհելա Չինաստանի արտգործնախարարը այրոպորտում, օդանավակայանում։
Հիմա Դոնալդ Տրամպը պարզ ավելի էմոցիոնալ հայտնեց հաջողությունների մասին, ինքը ասեց ֆանտաստիկ բանակցություններ են, ֆանտաստիկ արդյունքներ են մեծ, ինքը նշեց այդ տնտեսական մասը, որ ինքը բերեց Իլոն Մասկին այլ հսկա կոմպանիաների, ընկերությունների Ամերիկայի Չինաստան, իրանք պայմանավորվածություններ եկան Չինաստանի կառավարության հետ, դու ինքը շատ էմոցիոնալ Դոնալդ Տրամպը ներկայացրեց դա ու որպես մեծ հաջողություններ, նայենք ժամանակը ցույց կտա իրոք Չինաստանը ներդրումներ կանի այս ընկերությունների մեջ Միացյալ Նահանգների թե ոչ, բայց կարծես թե ստեղել ինչ որ դրական առաջընթացներ կան։ Բայց անմիջապես այս այցելությունից հետո, այս դրական մեսեջներից հետո Դոնալդ Տրամպը անմիջապես վերադառնալով Վաշինգտոն, Դոնալդ Տրամպը հայտարարություն արեց, որ Թայվանը չպետք է միակողմանի անկախությունը հայտարարի։ Միացյալ Նահանգները իրենց համար չեն գա չընկրվելու։ Ինչ է դա նշանակում, որ այդ հաջողությունների համաձայնությունների հիմքում դրված է այն, որ Դոնալդ Տրամպը մասամբ հետ կանգնեց աջակցելու Թայվանին։ Դուք գիտեք, Միացյալ Նահանգներում օրենք է ընդունված Թայվանի հետ կապված, որ Միացյալ Նահանգները կոնգրեսում օրենք են ընդունել, որ պարտավորվում են ապահովել անվտանգությունը Թայվանի։ Ու դուք գիտեք, հիմա մոտավորապես 14 միլիարդի օգնություն ռազմատեխնիկական Միացյալ Նահանգները պետք է ուղարկեն Թայվան, Դոնալդ Տրամպը սկսեց ձգձգել։ Ուրեմն գինը այս բանակցությունների հաջողությունների նա է, որ Դոնալդ Տրամպը մասամբ իր աջակցության մեջ հետ է կանգնում Թայվանից։ Կոպիտ ասած, Դոնալդ Տրամպը համարում է, որ առևտրի ոլորտը զարգացնել Չինաստանի հետ ավելի կարևոր է, քան թե ռազմավարական համագործակցությունը Թայվանի հետ։ Այո, ես կասկած չունեմ, որ Դոնալդ Տրամպը հետել չի կարող կանգնել աջակցելու Թայվանին, քանի որ դա ամրագրված է կոնգրեսի օրենքներով, բայց ինքը արեց ժեստեր չինացիներին ուղված, որ նայեք, ես պետք է 14 միլիարդի օգնություն հիմա ստորագրեմ ուղարկեմ, ես կձգձգեմ այդ հարցը։ Այդ զենքի մատակարարումը Թայվան։ Թայվանը արձագանքեց, Թայվանը ասեց, որ իրանք անկախ պետություն են, իրանք կախվածություն չունեն եւ չեն ենթարկվում Չինաստանին, Թայվանը հայտարարեց ու ասեց, որ այս պարտավորությունները, որ պետք է Դոնալդ Տրամպը մեզ ուղարկի զենք, դա օրենքով է, այլ ոչ թե Թրամփի ուզածով։ Բայց միտքս ինչու՞մ է։ Մի կողմից լավ է, որ երկու գերտերություններ ինչ որ դրական բանի գալիս են, միանշանակ բոլորի համար լավ է աշխարհի մեջ, աշխարհով մեկ, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Թրամփի քաղաքականության մեջ մեծ տեղ է տրվում առևտրին, տնտեսական հարաբերություններին, այլ ոչ թե ռազմավարական գործընկերությանը։ Ու դա խնդիր է Միացյալ Նահանգների դաշնակիցների համար, Եվրոպայի համար, այլ դաշնակիցների համար, քանի որ դա ստեղծում է անկայուն վիճակ այդ դաշնակիցների համար։ Հիմա անցնում ենք մեր թեմաներին, այո, նաև միջև անցնելը մեր թեմայի Հայաստանին վերաբերող պետք է ասեմ, որ հայտարարվեց, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահան կայցելի Չինաստան պաշտոնական այցով մայիսի 19-ին։ Մի քանի օրից ստեղել հետաքրքիր է անմիջապես Դոնալդ Տրամպի պաշտոնական այցելությունից Չինաստան չհասցրեց Դոնալդ Տրամպը հեռանալ վերադառնալ Միացյալ Նահանգներ, հայտարարվեց, որ 3 օր հետո Չինաստան պաշտոնական այցով կգա Պուտինը։ Դրանով Չինաստանը ցույց է տալիս, որ մենք միայն կախված չենք Միացյալ Նահանգների հետ հարաբերություններով, էսա Պուտինը պաշտոնական այցով գալիս է։ Հիմա ուզում եմ նորից վերադառնամ հայ-ռուսական հարաբերություններին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը արհեստականորեն ուզում է սրել հարաբերությունները Հայաստանի հետ։
կպնելով մեր արտաքին քաղաքականությանը, որ մենք ուզում ենք Եվրոմիության հետ լավացնենք հարաբերությունները, որ մենք ուզում ենք ապագայում Եվրոմիության անդամ դառնալ։ Ռուսաստանը հանգիստ չի կարող նստել, հիմա պայքարի մեջ նորից մտցրեցին Սերգեյ Լավրովին։ Վաղուց է ինքը Սերգեյ Լավրովը մեր թեմաներով չէր խոսում։ Հիմա իրանց խոսացրեցին։ Դու գիտեք, հիմա Հնդկաստանում Նյու Դելիում գնում է արտգործնախարարների նիստ BRICS կազմակերպության։ Դուք հիշում եք Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Հարավ Աֆրիկյան պետություն, այս շրջանակներում գնում է արտգործնախարարների նիստը, ու այնտեղ ելույթ ունեցավ Լավրովը։ Ու այնտեղ Լավրովը ասեց, որ Արևմուտքը ուզում է Հայաստանը պոկել Ռուսաստանից։ Ինքը ասում է, այլ ոնց Արևմուտքը նախկինում պոկում էր տարբեր երկրներ, ԱՊ երկրներ Ռուսաստանից, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, հիմա ուզում են մեզանից պոկել Հայաստանը։ Ինքը նորից կրկնեց նույն թեզերը, Լավրովը, որ ԵԱՏՄ-ն շատ ձեռնտու է Հայաստանի համար, մեծ առավելություն ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանը, Արևմուտքը ուզում է պոկել Ռուսաստանից Հայաստանին, ու Հայաստանը կկորցնի այդ առավելությունները, որը ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Բայց այդտեղ Լավրովը ասեց շատ մեզ համար վտանգավոր բան, ինքը կրկնեց այն առաջարկը, որը արեց Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին։ Եվ որ Վլադիմիր Պուտինը ասեց Նիկոլ Փաշինյանին, հիշում եք, Կրեմլում հանդիպելիս ապրիլի 1-ին։ Վլադիմիր Պուտինը ասեց Նիկոլ Փաշինյանին, գիտեք ինչը, մայիսի 28-ին կլինի գագաթնաժողով ԵԱՏՄ-ի։ Այդ գագաթնաժողովի ժամանակ դուք օրակարգ մտցրեք հարցը, Հայաստանի եվրոինտեգրացիայի հարցը, կքննարկենք, կնայենք ինչ ենք անելու։ Ու Լավրովը ասեց, որ շատ վատ է, որ շատ տխուր է, որ Փաշինյանը չի ուզում գար մայիսի 28-ին ԵԱՏՄ-ի գագաթնաժողով։ Թող գա գագաթնաժողով, թող մեզ պատմի իր պլանների մասին։ Վատ է, որ ինքը չի ուզում գալ։ Դա նորից շատ նման է սպառնալիքների, ուլտիմատումների, վերջնագրերի, ինքը ասում է, չէ, պետք է գաս ու ստեղ խոսես այդ ինչ եվրոինտեգրացիայի ես գնում։ Ու երբ որ ասեց Պուտինին պատասխանեց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասեց մենք Եվրոմիության նույնիսկ դիմում չենք գրել անդամակցության։ Ուրեմն վաղ է խոսել Եվրոմիության անդամակցության։ Քաղաքական որոշում կա գնալ, բայց դեռ մենք դիմում էլ չենք գրել դուրս գալու ԵԱՏՄ-ից մտնելու Եվրոմիություն, ուրեմն ակտուալ չի։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Պուտինին, բայց Լավրովը ասեց, չէ, պատասխանը մեզ չի բավարարում, գալի արի ԵԱՏՄ-ի նիստ մայիսի 28-ին այս ամսվա, ու այնտեղ մեզ կզեկուցես այդ ինչ ինտեգրացիայի մեջ ես մտնում։ Խոսեց նաև երեք պարոն Օվերչուկը, փոխ վարչապետը։ Նորից բերեց այն արգումենտները, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն շատ մեծ գործ է անում, այդ ինչ անշնորհակալ ժողովուրդ եք։ Ուրեմն իրենք մեր տարածքները նվիրեցին այլ երկրին, դուք հասկանում եք, որ երկրի մասին է խոսքը, նվիրեցին, հրաժարվեցին օգնել Ղարաբաղի հայերին, մեզ մունաթով են գալիս։ Շատ հետաքրքիր այս իմպերիաների, կայսերությունների քաղաքականություն է։ Իրենք մեզ լքեցին, չաջակցեցին, ու մեզ էլ մունաթով են գալիս։ Այսօր առավոտ ելույթ ունեցավ նաև Վլադիմիր Վարլոդինը Պետդումայի նախագահան։ Այդ Պետդումայի նախագահան շատ բաներ ասեց, բայց նոր երանգներ կային իր ասացի մեջ։ Ինքը ասեց, որ Նիկոլ Փաշինյանը այն, որ ուզում է գնա Եվրոմիություն, ինքը դրանով պարակտում է հայ ժողովրդին Հայաստանի հասարակությունը։ Ասում է, դրանով ինքը պարակտում է, ու ամեն ինչ Հայաստանի ներսում կարող է լինել։ Ինքը ասում է, շատ ու շատ երկրներում հենց այս ձևի որոշումներից հետո սկսվեցին պարակտումներ հասարակությունների մեջ, ու դուք տեսաք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Ուկրաինան պարակտվեց, երբ որ Ուկրաինայի իշխանությունները ուզեցին գնալ Եվրոմիություն, ու դուք տեսնում եք ինչ պատերազմ է գնում Ուկրաինայի դեմ, ինչ վիճակում է։ Հետաքրքիր բան ինքը ասեց Բալտյան երկրների մասին,
Կարծես է Բալտյան երկրները ՆԱՏՕ-ի անդամ են, Եվրոմիության անդամ են, ինչի ինքը հիշեց Բալտյան երկրների մասին։ Ինքը ասեց Բալտյան երկրներն էլ նույն ճանապարհով գնացին ու հիմա երջանիկ չեն, ինձ հավատացեք, ասում է Վոլոդինը։ Նու ես հիշում եք 2 շաբաթ առաջ եղել եմ Էստոնիայում։ Էստոնիայում հիշում եք մեծ կոնֆերանս է, Էստոնիա գնացի, Ֆինլանդիա, շատ կարևոր կոնֆերանս էր, պատմել եմ դրա մասին, ու Էստոնիայում ես չզգացի, որ մարդիկ տխուր են այդ Բալտյան երկրում, մարդիկ տխուր են, որ Եվրոմիության անդամ են կամ ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց Վոլոդինը ասում է, իրանք էլ տխուր են։ Բացի դրանից Վոլոդինը շահարկեց այն հարցը, որ գործող կառավարությունը Նիկոլ Փաշինյանը եւ մեր հայ առաքելական եկեղեցու առաջնորդները Գարեգին II ունեն լուրջ հակասություններ, խնդիրներ, ինքը ասեց, տեսակ, արշավ է գնում հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի ներսում, պարակտում են Հայաստանի ժողովրդին, ավանդույթների դեմ իշխանությունները այսօրվա դուրս են գալիս։ Տեսակ նոր երանգներ այս արշավում մեր պետականության դեմ։ Միացնում է նաև Ռուսաստանը փորձագետների մեխանիզմը, առանձին դեպքերում ես այդ օրինակները բերել եմ, մի քանի փորձագետների ասացները, կրկնությունը Պուտինի ասացին, Օվերչուկի ասացին, Մարիա Զախարովի, Լավրովների ասացներին։ Հիմա հերթական փորձագետ, ով է բերում իրանց Հայաստան, չգիտեմ, ով է փող ծախսում այս մարդկանց բերում, հերթականը եկավ ասեց, որ Թրիփը, Դոնալդ Թրամփի ծրագիրը չի իրականացվի։ Բացառվում է։ Ու այս ես կասեի այդպես վատ նարատիվներ, վատ մտքեր իրանք տարածում են Հայաստանում։ Ով է իրանց հրավիրում Հայաստան, ինչու են իրանք պետք։ Ու միայն բացասական եւ փորձագետները, Ռուսաստանի եւ պաշտոնյաները, եւ Պետդումայի ղեկավարությունը, եւ Պետդումայի падգամավորները այդպես մեծ գնում է արշավ բացասական ինֆորմացիով լի, դա միանշանակ ճնշում է մեր հասարակության վրա, քանի որ պետք չի մոռանալ, որ ռուսական հեռուստաալիքները առանց խոչընդոտի տարածվում են ամբողջ Հայաստանով մեկ։ Դրա դիմացը առնելը բավական բարդ է։ Ճշմարտությունը մեր հասարակության սփյուռքայությանը, Հայաստանի հասարակությանը հասցնելը բավական այդ ֆոնի վրա բավական դժվար է։ Մինչդեռ Հայաստանը զարգանում է, Հայաստանի կառավարությունը բազմավեկտոր քաղաքականություն է վարում կամ բալանսավորվող քաղաքականություն, դրա մեջ միանշանակ դրական կողմեր կան, ես պարբերաբար ձեզ բերում եմ այն հոդվածների մասին ինֆորմացիան տալիս են, որոնք տպվում են աշխարհով մեկ այն process-ների հետ կապված, որը գնում են Հայաստանում։ Երբ էր այդքան ուշադիր աշխարհը Հայաստանի նկատմամբ, մի հոդված մեկ տարվա մեջ եթե գրվում էր Հայաստանի մասին, ուրախանում էինք։ Միայն արձագանքում էր աշխարհը, երբ որ պատերազմ սկսվեց մեր դեմ 2020 թվականին։ Հիմա Հայաստանի մասին բոլորը գրում են։ Ես այդ օրինակները հաճախ ձեզ բերում եմ, այսօր էլ ասում եմ European Conservative պարբերականը, Economist պարբերականը, ճանաչված աշխարհով մեկ, իրանք լուրջ վերլուծություններ նվիրեցին Հայաստանի զարգացումներին։ Միտքս ինչու՞մ է Հայաստանը ճիշտ ճանապարհով է զարգանում, դա է պատճառը, որ դա դժգոհություն է առաջացնում Ռուսաստանի մոտ, բայց ես պետք է իշխանություններին զգուշացնել։ Ռուսաստանը այս արշավով ինչ որ բան ձեզ հուշում է, իշխանություններ, դուք գիտեք ինչ է հուշում։ Չի կարող միայն խոսալով շարունակվի։ Պարզա ինչ որ պայից իրանք կանցնեն գործողությունների։ Մենք պետք է պատրաստ լինենք։ Այո, այդ գործողությունները կարող են լինել նաև ուժային դաշտում։ Աստված տա, որ չլինեն, բայց այսպես ամենօրյա ռեժիմով խոսացնել առաջի դեմքերին Ռուսաստանը ու հետո բան չանել, այդ վարքաբեկում կլինի Ռուսաստանի համար։ Հետո էլ պարտվել եւ այլ։ Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի, ամեն ինչ դրան է գնում, ուրեմն ստացվում է, որ իզուր են, իրանք խոսում,
Ուրեմն պետք է հասկանանք, որ պատրաստում են ինչ որ անսպասելի քայլեր, դրանց պետք է պատրաստ լինենք։ Ես ավարտեցի իմ ելույթը, միշտ նոր հանդիպումն է։